Մտածում էի, որ էլ չես գա։ Կներես ան ուշացա, ուղղակի մի հատ կարևոր տեղ պետք է գնայի։ Ամեն ինչ կարգին, հա։ Չէ, Լիլիթին տուն էի գնացել։ Եվ Ինչ եւ։ Ահա որ վիճակում էր, ես այդ աղջկան այդ վիճակում հələ չէի տեսել։ Արամ, բա Լիլիթին ինչի համար են արձակել։ Այդ ժամանակավոր է։ Մինչև դատն է ինքը ազատության մեջ։ Հետո Աստված գիտի ինչ կլինի ու ոնց կլինի։ Սիրտս ցավում է Լիլիթի համար։ Չգիտեմ ոնց օգնեմ այդ աղջկան։ Իսկ դու ոնց ես մտածում։ Ոնց կլինի։ Փաստաբան օր ու գիշեր աշխատում, ամեն ինչ փորձում անի Լիլիթի համար։ Ուղղակի փաստերն են շատ Լիլիթի դեմ։ Բոլոր փաստերը Լիլիթի դեմ են։ Կանգնի Արամ։ Արամ կանգնի, լավ չեմ զգում, կանգնի։ Ինչ եղավ։ Արամ կանգնի, լավ չեմ։ Կանգնի, օդս չի հերիքում։ Ինչ եղել է։ Նեղվում եմ, Արամ։ Նեղվում եմ, լավ չեմ։ Չհասկացար, ասա ինչ եղել։ Արամ Լիլիթի համար եմ նեղվում։ Լիլիթի համար։ Հա, կարողա չհավատաս, բայց ես իր համար շատ եմ նեղվում։ Ինչ-ա լինելու էս ամեն ինչի վերջը։ Նամ հանգստացի։ Ես վստահ եմ, որ փաստաբանը մի բան կանի Լիլիթի համար։ Արում։ Նոյ մատ կասես իմանամ դու որտեղ ես։ Ես արդեն հասնում եմ ձեր տան մոտ։ Ես տանը չեմ։ Նոյ, ուր ես։ Պետքա Լիլիթի հետ խոսամ։ Հա, բայց ուր ես, տուն ես գնացել։ Հա։ Նոյ անիմաստ է։ Ինձանից քեզ խորհուրդ ավելի լավ է հետ արի։ Ռոման, ես գիտեմ ինչ եմ անում։ Լավ, ասեն գնացիր, բա որ ավելի տուն լինի։ Այդ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Նոյ դեռ շուտ է, հասկացի։ Թող մի քիչ ժամանակ անցնի։ Այդ որ դու ասում ես ժամանակ թող անցնի, այդ ժամանակը ես չունեմ, որովհետև այդ ժամանակը եթե անցնի, Լիլիթի ինձ ընդհանրապես կատի։ Իսկ ես այդ չեմ կարա թույլ տամ։ Իսկ սրանից հարմար պահել չի կարա լինի։ Այստեղ են գժվել է։ Չեմ կարող այս տանը մի րոպե ավել մնամ։ Մաման ուզում էր գնալ ոստիկանություն ու պատմեր ամեն ինչ։ Ինչ պատմեր։ Դուք ինձ գժի տեղ դեր։ Խոսած մի բան հասկանամ, արա ինչ պետք է պատմեր մաման։ Մաման ու Լիկան հաստատ ինչ-որ բան են թաքցնում։ Ու այդ անմիջական կապ ունի Սևակի մահվան հետ։ Բայց ինչ։ Ինչի պետք է մաման ոստիկանություն գնար։ Ինչի էր Լիկան տենց վախեցած։ Պետք է հասկանամ, ինչա կատարվում էր տանը։ Սևակի մեռնելու օրվանից ինչ-որ նոր պատմություններ են հնարում մաման ու Լիկան։ Անհավանական պատմություններ։ Լիկայի ինքնասպանությունը, մամայի ապրումները։ Լիկան շատ էր վախենում արձակնությունից։ Նշանակումը թաքցնելու բան ուներ։ Իսկ մաման ամեն կերպ փորձում է պաշտպանի աղջկան։ Լիկան ասում է մենք բոլորս կորած ենք։ Իսկ եթե Սևակին սպանողը մեր տանից է Լիկան սպանել Սևակին։ Ես մի քիչ ուրիշ տրամադրությունով եմ եկել ու ուզում եմ, որ դու ինձ լսես։
Իսկ կարող ես հաշվել, թե ես քանի անգամ եմ արդեն քեզ լսել։ Դու ինձ լսում ես, բայց չես հասկանում։ Ես գիտեմ, որ սխալ եմ արել։ Էդ էլ ես կարամ մի քանի անգամ կրկնեմ։ Բայց այդ սխալի համար դու ինձ ներել ես, էդ էլ կարամ կրկնեմ անընդհատ։ Ես ուզում եմ, որ դու ինձ հասկանաս այդքան բան։ Մենք արդեն 100,000 անգամ խոսել ենք այդ թեմայով։ Ու ինձ թվում էր, ես քեզ ամեն ինչ նորմալ բացատրել եմ, բայց չէ։ Ինձ թվում է դու հասկանալու հետ խնդիրներ ունես նույն։ Ինչ վերաբերվում է այս հարցին, հա, ես հասկանալու հետ խնդիրներ ունեմ։ Ու եթե պետք լինի, ես 100 միլիարդ անգամ կգամ ու կփորձեմ քո հետ խոսամ։ Ինչքան էլ դու համառ գտնվես, ես մեկը էլի կգամ, որովհետև Լիլիթ, ես չեմ կարող սենց հեշտ ու հանգիստ հանձնվեմ, հասկացար։ Իսկ իմ խոսքերից ու պահվածքից չես հասկանում, որ էլ գալու կարիք չկա։ Նորից նույն բաները կրկնելու կարիք չկա։ Լիլ, ոնց ես կարողանում տենց հեշտ ուծես հարցերը։ Ձևը կասես։ Իմ կարծիքով դու քո դեմը հազիվ ես առնում, որովհետև դու չես մոռացել մեր ապրած օրերը, երբ որ մենք իրար շատ սիրում էինք, իրար հետ ապագա էինք ուզում կառուցեինք։ Իսկ հիմա դու ինձ կանգնի ասում ես, դու իմ տեսքից ու պահվածքից չես հասկանում, որ պետք է հեռու մնաս ինձնից։ Մարդ ոնց կարա այսքան համառ լինի։ Ես ուղղակի զարմանում եմ, գիտես։ Մենք 1000 անգամ խոսել ենք այս թեմայով, 1000 անգամ նույն բաները կրկնել ենք։ Դու չես ուզում հասկանալ, որ ես չեմ կարող քեզ ներել։ Իսկ հիմա հերթական անգամ խնդրում եմ։ Մի հետևիր ինձ, էլ չգաս։ Արա, ես ինչ ձև ես դու մտնում։ Ու հələ ինչքան եք պատրաստում ինձանից թաքցնեիք։ Հա՞, մամ։ Ու ինչքան ես պետքա չիմանայի այս ամեն ինչի մասին, կասես։ Բայց ես բան չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը։ Ինչ էիք մտածում։ Մտածում եք, որ կասկածյալ կա վերջ, հա։ Всё էլ ոչ մեկ ոչի բան չի իմանալու։ Ինչքան եք պատրաստում թաքցնել ինձանից, մամա։ Արամ, բայց Ինչ բայց, մամա։ Լավ որ Լիկան հասկացանք։ Բա դու խես թաքցրել ինձանից, մամա։ Խեք ինձ այսքան ժամանակ ապուշի տեղ դրել։ Ինչի ես չեմ իմացել, կասես։ դու ամեն ինչ սխալ ես հասկացել։ Մամ, ես ամեն ինչ շատ ճիշտ եմ հասկացել։ Լիկայի ինքնասպանության փորձը, իրա վրդովված լինելը, այն օրվա այն սարքած կինոն, քո ոստիկանություն գնալը, այդ ամեն ինչը խոսում է մի բանի մասին, որ Լիկան է սպանել Սևակին։ Ասա տենց, հա։ Չէ, դու նստի հանգստացի, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Լիկան ոչ մի կապ չունի այս ամեն ինչի։ Մամ, լսի, ոնց կարայիր դու հանգիստ իրեն դեպքում, երբ որ մարդ իր չարացի համար պատասխան է տալիս։ Ոնց կարաս դու դրան հանգիստ նայես։ Մամ, չեմ հասկանում, խի ինձ ոչ մի բան չեք ասել։ Լիկան ոչ մի կապ չունի այս ամեն ինչի հետ։ Արամ, չես թողնում, որ ես քեզ բացատրեմ։ Իսկ ես գնացել եմ ավելի հետ կռիվ եմ։ Լիկայի համար դոշ էի տալիս, ասում էի քուրս է, հնարավոր չի տես բան հրացնի, հնարավոր չի քուրս, որ այդքան հեռու գնա, բայց արի ու տես, որ ինձ ապուշի պես խաբել եք։ Արամ ջան, խիղճ ունեցի, խնդրում եմ, հանգստացի մի հատ, ես քեզ կբացատրեմ ամեն ինչ։ Իսկ ես տան ինչ որ մեկին խիղճը պետք է։ Լիկա! Հանգստացի, Լիկային մի Սուս գնա մամա։ Լիկա իստե։ Խնդրում եմ, Արամ, Լիկան ոչ մի կապ չունի այս ամեն ինչի հետ։ Լիկա! Լիլ, եթե փորձես ինձ ներես, կներես։ Եթե մի քայլ էլ արել ես, ես զանգելու եմ Աբելին։ Վախեցա, գիտես։ Վախեցի։ Լիկա! Հանգստացի, խնդրում եմ, Լիկան ոչ մի կապ չունի։ Չես ուզում ինձ լսել։ Հələ խուլես Լիկա։ Ինչքան ես այդ սենյակում մտ ապաշխարելու։ Ասեմ անաս, բանտը ու քո սենյակը ոչ մի բանով չի տարբերվում։ Որ խնդրեմ կհանգստանաս։ Դու ես սպանել Սևակին։ Խոսա Լիկա։ Արամ, ես սպանության հետ կապ չունեմ։ Արա ես հազիվ եմ ինձ զսպում, որ չտամ գլուխը չպոկեմ ստեղ։ Ներվերս էլ չի դիմանում։ Դուք ես տունը սարքել եք անստեղ, որ չեմ ուզում մնամ այս տանը։ Դու ու մերս։
Մամա, խնդրում եմ ասա Արամին, որ ես կապ չունեմ այս սպանության հետ։ Ոնց կապ չունես։ Դու հենց դու կապ ունես այս ամեն ինչի հետ։ Դու ուներ բոլոր պատճառները, որ դու սպաներիր Սևակին, հասկանում ես։ Ոչ մի պատճառ ես չունեմ։ Ունեցել ես նախանց, խանդ, գնացել ես իր հետևից, տեսել ես, որ գնում է Լիլիթ հենց տուն։ Դե մենք սաղս էլ գիտենք, թե դու ինչքան ես սիրում Լիլիթին, ու մնացածն էլ չասեմ։ Ես քեզանից եմ իմացել, որ Սևակը էլ չկա, ինչ ես խոսում։ Սուս մնա, արա։ Երկուսի դեմքը չեմ ուզում տնեմ։ Այս տունն ես տեղ սարքել, որ մարդ չի ուզում մնա, ու սաղ ձեր պատճառով է։ Հերու կգնաս։ Չէ։ Հերու, դու կարաս ֆրազ գնաս։ Քեզ ասել են, որ դու հասկանալու այդ խնդիրներ ունես։ Հա, ես եմ ասել ճիշտ է, բայց ոնց որ չես հասկանում էլի։ Լիլիթ, ոնց որ դու հասկանալու այդ խնդիրներ ունես։ Ես քեզ ասացի, որ մինչև դու ինձ չլսես, չհասկանաս ու չընդունես, ես ոչ միտեղ ոչ գնալու եմ, ոչ էլ դադարելու եմ ստեղ գալը։ Ես հոգնել եմ քեզ լսելուց։ Գնա։ Ես գիտեմ, որ հոգնել ես։ Դրա համար արի սրա վերջը տանք։ Դու ինձ ների ու ամեն ինչ լավ կլինի։ Արի վերջը տանք։ Դե ասա, որ ներում ես։ Ես չասեցի ներում եմ, ես ասեցի արի վերջը տանք, այսինքն գնա, հեռու մնա։ Լիլիթ, ուզում ես զանգի Աբելին։ Ուզում ես մի քանի անգամ էլ կրկնի, որ ես հեռու մնամ քեզնից։ Մեկը ոչ մի բան չի փոխվելու։ Մեկը մի օր գալու է, որ դու ինձ ներելու ես։ Որովհետև ես քեզ շատ եմ սիրում։ Դու այդ շատ լավ գիտես։ Թող, հեռու ինձնից։ Լիլիթ ինչ եղել կբացատրես, ինչ վիճակ է։ Ոչ մի բան։ Ոնց ոչ մի բան։ Ոչ մի բան էլ չկա, մի հարցրու ապել։ Լինց նայի։ Ու անկեղծ ասա։ Լավ ես այդ չունեմ։ Ասմիկ, Որտեղ ես նոյ։ քեզ ինչ որ բան է պետք։ Ուզում եմ տուն գաս, ինձ վատ եմ զգում, խնդրում եմ նոյ։ Վատ ազգում։ Պետք է վազեմ մոտը։ Սա ամեն ինչը սա քո պատճառով է եղել, Ասմիկ աղջիկ։ Լիլիթ ջան, կբացատրես ինչ ա եղել։ Ավել ուղղակի ուզում եմ սենյակ գնալ։ Բայց չէի ասի, որ սենյակ գնալն է միայն պատճառը։ Ինձ վատ եմ զգում, ու հիմա չեմ ուզում խոսել։ Որ քեզ վատ է զգում, այդ արդեն հասկացա։ Հիմա ասա, հասկանամ, թե ինչի ես վատ զգում։ Քնիչն է զանգել Լիլիթ։ Չէ։ Լավ, պարզ է։ Նոյն է զանգել։ Ինչ ես անկեղծ ասում։ Ինչ ասում, ինչ դուրս տվել։ Լավ, թե չես ուզում ասես։ Գնա քո սենյակը, հետո կխոսենք։
Ալո։ Բարի օր, պարոն փաստաբան։ Բարև։ Ես չես ուզում ոստիկանություն գաս։ Իմաստ չեմ տեսնում։ Փաստորեն դեռ չգիտես։ Ինչը չգիտեմ։ Լավ չես աշխատում։ Բա պրոֆեսիոնալ փաստաբանը իրան տենց կպահի։ Լսի վերջ տուր ցինիկությանդ։ Եթե պիտի ոստիկանություն գամ, կարևոր գործ կա, տենց էլ ասա։ Վատ նորություն ունեմ քեզ համար։ Ինչ նորություն։ Մնացածը տեղում սպասում եմ արագացրու։ Լավ, գալիս եմ։ Լիլի, ես խանութ եմ գնում, կարող է քեզ ինչ-որ բան ա պետք։ Լիլիթ։ Դուրս եկա։ Էլ չգիտեմ ոնց բացատրեմ։ Հիմա գամ թե չէ։ Դե որ եկել հասել ես, արի։ Շնորհակալություն։ Լսի Աբել։ Այս թեմայից ես էլ եմ արդեն հոգնել։ Ուղղակի արի մի հատ նստենք, ոնց որ այն ժամանակ էր, տենց մի հատ իրար հետ խոսանք։ Կբացատրես ինչա փոխվելու նստելուց խոսալուց։ Աբել, այնա փոխվելու, որ մտածում եմ, որ կարելի է մի հատ ամեն ինչ մոռանալ։ Մի հատ այս խոսակցությունը նորից սկսենք։ Ես հասկանում եմ, որ ես սխալ եմ արել, բայց նենց սխալ չեմ արել, որ դրա համար ինձ պետքա կախես ու այդ ամեն ինչին վերջ տնենք։ Դու զգում ես, որ ես մեռած շղթա է, ոնց պտտվում ենք նույն տեղն ենք գալի։ Մեռած շղթա է թե չէ, ես ուզում եմ Լիլիթին տենամ։ Դու Լիլիթին չես տենա։ Ինքն է քեզ չի ուզում տեսնի։ Դու հիմա ինձ կասես Լիլիթը քեզ ամեն ինչ ասել է։ Ես գիտեմ, որ Լիլիթը ինձ ամեն ինչ ասել է, բայց նեն չի, որ ես պետք է հանձնվեմ ու ամեն ինչին վերջ դնեմ։ Փաստորեն պայծառատեսի ունակություններ էլ ունես, հա։ Փաստորեն։ Հա, ինքը քեզ չի ուզում տեսնի, ինչ որ քեզ ասելու էր, ասելը ու ավելացնելու բանել վստահ եմ չունի։ Մենք կլինի կանչենք Լիլիթին, թե կարող ասես տանը չի։ Որ նույնիսկ տանն էլ է, մեկը չես տեսնելու։ Լիլիթ գնա սենյակ։ Չէ, չի համար Աբել, թող գա։ Կլինի ես ամեն ինչին վերջ տակ։ Այն ինչի մասին դու ես խոսում, ես չեմ պատրաստվում վերջ տալ։ Գնա, նոյ։ Ուղղակի գնա։ Դու հիմա ինձ ասում ես այն ինչ որ ուզում Աբելը լսի։ Տենց չի լիլ։ Դու ոնց որ չափերդ ամբողջությամբ ես ասում։ Կարող է դուրս գանք դուրսը։ Մի քիչ ավելի խիստ խոսեմ հետ։ Սպասի Աբել։ Նոյ, հենց հիմա դուրս արի։ Եթե ուզում ես հետո հակահանդիպենք ու նորմալ կխոսենք, բայց ոչ հիմա։ Հիմա դու ամեն ինչ ավելի ես բարդացնում։ Ոնց որ միշտ։ Ու ավելի լավա գնաս։ Լիլիթ, եթե հետոն որ ասում ես, այդ հետոն չի գալու։ Դու շարժվելու ես նենց ոնց որ Աբելն է ուզում։ Որովհետև միշտ անում ես այնպես, որ հետոն էլ չգա։ Որովհետև դու վախենում ես։ Չէ։ Այստեղ ոնց որ իմ վերջնական միջամտությունն է պետք։ Ինչ պետք անես, պետք է հանես դուրս ծեծես, հա։ Արժի գիտես։ Լավ, վերջացրեք։ Գնա նոյ։ Ուղղակի դուրս գնա։ Խփի կոկորտը չորա։ Եթե մեծ հարցանում կոկորտը շուտով կարա չորան։ Որտեղ դու ես շատ խոսում։ Այդ ինչ կարևոր նորությունն էր, որ ինձ գործերից կտրեցիր։ Լսի, դու միջև ինչով էր զբաղված, ոչ ինչ էի կանում։ Դու գոնե ինչ որ բան անում էիր քո պաշտպանյալի համար։ Եթե ինչ ինձ հարցաքննության ես կանչել։ Չէ։ Գիտեր, որ դատարան էի դիմել խափանման միջոցը փոխելու համար։ Հա, գիտեի։
Մինչ մենք հիմա այստեղ նստած զրուցում ենք, Լիլիթ Գրիգորյանի երևի արդեն ձերբակալել են։ Այսինքն դատարանը հայցը բավարարել է։ Հիմք համարելով, որ չկան բավարար փաստեր կամ ապացույցներ, որ գոնե ինչ-որ չափով նրա մեղքը մեղմացնեն։ Խեղճ աղջիկ, պատկերացնում եմ հիմա ինչ վիճակում է։ Բայց ես դատարանից եմ գալիս, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել։ Դե երևի դուրս ես եկել, քեզանից հետո էլ որոշում են կայացրել։ Չի կարած այդ բանը լինի։ Կարա, մանավանդ երբ որ գործ են ունենում ոչ պրոֆեսիոնալների հետ։ Դուրը, որը տունը չի։ Ու ինչ երկար ես ինձ կանելու։ Դու լավ գիտես, ինչև ուզածից չհասնեմ։ Լավ։ Քանի որ ես քեզ մի քանի անգամ արդեն ասել եմ, որ դու ես տանը գործ չունես անելու։ Մի անգամ էլ հանգիստ, մեղ, կխնդրեմ, որ բոլոր մտքերդ հավաքես, ու այն դռնով դուրս գաս։ Դու չես զգում, որ ինչ էլ խոսես, մեկը ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Դու ոնց որ ինձ լավ չես հասկանում նորի։ Ոնց որ։ Բարև ձեզ։ Բարև։ Սա Լիլիթ Գրիգորյանի բնակարանն է։ Ասենք հա։ Մենք Լիլիթ Գրիգորյանին ձերբակալելու հրաման ունենք։ Դուք Լիլիթ Գրիգորյանին ձերբակալելու հրաման չեք կարող ունենալ, որովհետև մինչև դատական նիստը ինքը ազատության մեջ պիտի մնա։ Թույլ կտեք ներս անցնել։ Չէ, որոշումն ուր է։ Ինչ որոշում կա։ Էս է։ Լիլիթ Գրիգորյանը դուք եք։ Ես եմ։ Դուք ձերբակալված եք։ Արգելի քաղաքացի, հանգստա։ Ինչ եք հանգստացի։ Ո՞վ այս որոշումը տվել քեզ։ Արգելի Աստաբանի զանգել է, իմաց չունի։ Ո՞վ այս որոշումը տվել, հանգստացի նոյ, հանգստացի։ Այս նույն դատարանը, որ հանգստացի հետ ալի։ Այս նույն դատարանը որոշումը տվել, որ ինքը ազատության մեջ մնա։ Դուք սրա համար պատասխան եք տալու։ Դու ես պատասխան տալու։ Ու ոստիկանությունում։ Նենց եմ անելու ձեր հետևից գան։ Նույն ձեր։ Ախեցան նենց։ Ինչ պետք է գավա, դուրը փակլավարն է։ Ապել հիմա պետք է սենց սառած կանգնենք, հա, ու Լիլիթին տանեն տենց հեշտ ու հանգիստ։ Անիմաստ է, ես հիմա ոստիկանություն եմ գնում։ Ինչ ասեմ, ես էլ եմ քո հետ գալիս։ Գնացի։ Չի եկել Արամը։ Չի զանգել։ Չէ։ Մամ, Արամը հաստատ մտածում է, որ ես եմ սպանել Սևակին, չէ։ Չգիտեմ Լիկա։ Արդեն ոչ մի բան չգիտեմ։ Էս եկար Ազիզ, մենք էլ կարոտել էինք քեզ։ Լի։
Տարեց, խնդրում եմ, ես կգժվեմ ստեղ, ես չեմ դիմանա։ Հանգստացի, Լիլ, հանգստացի։ Լավ, հերիկան դնդվաս, կսովորես, մի խարմի իրար։ Ես երբեք չեմ հարմարվի սրան, հասկանում ես, ես կգժվեմ ստեղ։ Հանգստացի, Լիլ ջան, հանգստացի։ Վախենում եմ, մամ, ես։ Դու պետքա չվախենաս, որովհետև դու ոչինչ չես արել։ Արամը մտածում է, որ ես եմ սպանել։ Ինչ կապ ունի, թե Արամը ինչ է մտածում։ Եթե դու ոչինչ չես արել, ուրեմն դու անհանգստանալու բան չունես։ Ինքը Լիլիթին պաշտպանելու համար ամեն ինչ կանի։ Ես վստահ եմ։ Դու գժվել ես։ Կասի, մամ ջան։ Գիտես ինչ, Արամը կարա քեզ վատ վերաբերվի, բայց երբեք չեմ հավատա, որ ինքը այդպիսի բան անի։ Երբեք։ Լավ էլ հավատա, որովհետև ես սպասում եմ։ Ինքը ամեն ինչի պատրաստ է Լիլիթին պաշտպանելու համար։ Այդ ժամանակ ես։ Մամ։ Չէ, ես երբեք չեմ թողնի, որ քեզ ներքաշենես պատմության մեջ։ Եթե այդպիսի բան եղավ, ես կգնամ ու կասեմ, որ ես եմ արել։ Չգիտեմ էլ ճիշտ է հիմա քեզ հարցեր տալը, բայց իրականում ասելու բան էլ չկա։ Մեր տուն եկան երկու ոստիկան, ինձ բերեցին ստեղ։ Նորից։ չգիտեմ էլ ինչ ասեմ, բայց քեզ մինչև դատը պիտի Իրականում ես չգիտեմ էլ ստեղ ավելի վատ, թե դրսում։ Լիլիթ, ինչ ես խոսում, ես քեզ չեմ ճանաչում։ Ստեղ փակված է սահավորը, իսկ դրսում հարազատ մարդիկ են ցավ պատճառում, նրանք, ում սիրում ես։ Էն տղայի մասին ես ասում։ Այնպիսի տպավորությունը ասես Աստված ինձ մոռացել է։ Պատժում է։ Բայց ինչի համար։ Լիլիթ, տենց մի ասա։ Ամեն ինչ դեռ վերջացած չի։ Դատ պիտի լինի։ Ուղղակի երևի քեզ էստեղ են բերել, որովհետև դուք բավարար ապացույցներ չեք ներկայացրել, կամ չգիտեմ, հակառակ կողմը հայտ է նորից ներկայացրել, բայց դե ամեն ինչ լավ կլինի, քեզ հաստատ ազատ կարձակեն, մի մտածի։ Ինքնախաբեությամբ էլ չեմ զբաղվի։ Սխալ ես, Լիլիթ։ Եթե մի ժամ առաջ գոնե մի փոքր ավատ ունեի, հիմա վերջ։ Չէ, այդպես մի ասա։ Ամեն ինչ հաստատ լավ կլինի։ Երբ որ իմանում ես, որ սիրածդ մարդը քեզ դավաճանել է, որ շուտով հայրը դառնալու, էլ ինչ տարբերություն, այս 4 պատի մեջ, թե այն 4 պատի մեջ։ Փաստորեն, քո կասկածները ճիշտ էին, հա։ Հա։ Ես ավելի լավ հարմարվեմ։ Հատկապես որ ինձ թվում է, որ երկար ժամանակով եմ ստեղ։ Ես այդպես չեմ կարծում։ Իսկ ես կարծում եմ։ Լիլ։
մտածում էի շուտ կգաս։ Ես ինձ շատ վատ էի զգում։ Անգամ բժիշկին զանգեցի, ես մտածեցի, որ կորցնում եմ մեր երեխային։ Ու ինչ ասես բժիշկը։ Ասեց, որ պետք է օրվա մեծ մասը պարկած լինեմ։ Ու ինձ հատուկ ուշադրություն ա պետք։ Ուրեմն քեզ կտեղափոխենք հիվանդանոց։ Այդ հատուկ ուշադրությունը քեզ կտրամադրեն։ Ինձ քո ուշադրությունն ա պետք։ Ես հենց հիմա ընդհանրապես քո հավեսը չունեմ։ Ու դու հղի ես, ոչ թե հիվանդ, որ ամբողջ օրը ձեռիցդ բռնեմ ու տան մեջ ման տամ քեզ։ Բան ա եղել։ Բան ա եղել, ինչ ա եղել, արդեն կոկորտիս ա հասել քո հարցերը։ Կլինի Հասմիկ ընդհանրապես քեզ չհետաքրքրի իմ գործերը, ու կլինի ընդհանրապես ինչ չնկատես։ Ավելի լավ է դու մտածի մեր երեխու մասին, տենց քեզ ավելի լավ կզգաս։ Ես քեզ ասում եմ, որ ես վատ եմ զգում։ Իսկ դու ինչեր ես խոսում։ Ես փորձում եմ ամեն ինչ անել, որ մեր երեխան առողջ մթնոլորտում մեծանա։ Դու այսքան ժամանակ չես հասկացել, որ այս տան մեջ լավ մթնոլորտ չկա այդ երեխու համար։ Բայց ոչինչ քիչ մնաց, այդ հարցն է կլուծեմ։ Հասմիկ։ Դու ինձ լավ չես ճանաչում նայում։ Շատ ափսոս։ Թե չէ այս տոնով չէիր խոսա հետս։ Ես երկար ժամանակով եմ ստեղ։ Ինչ ես խոսում, Լիլիթ։ Այն ինչ զգում եմ, Սյուզ։ Ես տենց չեմ մտածում։ Իսկ ես մտածում եմ։ Ու նաև մտածում եմ, որ ինձ այստեղից դուրս հանելը ուղղակի հրաժեշտի համար էր։ Որ հետո գայի ու մնայի։ Չպետք է թողի քեզ տանեին, Լիլ։ Դե երկուսին է պետք է սատկացնեի։ Չնայած դրանց սատկացնել կլներ։ Ռոման։ Նայում ես տաններ։ Նորը մեկ է։ Լսիլ, կարանք հանդիպենք։ Չէ, ձև չկա, վատ եմ։ Հա, այդքան վատ ես, որ չես կարում տնից դուրս գաս։ Ուզում ես գամ քեզ հիվանդատես։ Այնքան վատ եմ, որ այսօր Լիլիթին իմ աչքի առած ձերբակալել են։ Ոնց։ Ռոման։ Ոնց, կլոր, եկան տարան, աղբերես։ Գնացել էի, որ հետը խոսայի, բացատրեի, հասկանայինք իրար, են էլ տենց էլ չհասցրեցինք։ Դուրը ծեցեցին, մտան ներս, ձերբակալեցին, մի խոսքով։ Ասում են, որ պետք է մինչև դատը ազատության մեջ լիներ։ Չգիտեմ, Ռոման, ոչ մի բան չգիտեմ։ Արզը, ինչ կարանք անենք, նոյ, ես չգիտեմ արդեն ինչ ասեմ։ Չգիտեմ, Ռոման, ոչ մի բան չգիտեմ։ Չգիտեմ դաժե ինչի սպասեմ, որովհետև այդ ձերբակալողների հետ թեթև կոնֆլիկտ ունեցանք, քաշ քշեցինք իրար, մի խոսքով հիմա կարող է մեր հետևից էլ գան։ Նոյ, դու գժվել ես։ Չէ, Ռոման, չեմ գժվել։ Եթե կարանայի, այդ երկուսին է կսատկացնեի։ Աբելը տեղյակ է։ Ոչ չգիտի, իրար հետ էինք, որ եկան տարան։ Ես լրիվ անջատվել էր, չէր հասկանում ինչա կատարվում։ Լավ, նոյ, արի սենց անենք, արի դու մի քիչ հանգստացի, մենք հետո անպայման հանդիպենք։ Հեռախոսով բան չեմ հասկանում։ Լավ, դժվար է հասկանաս։
ոնց ես։ Լավն է։ Հետ արդեն լավ է։ Խոսացիր այդ աղջիկա հետ։ Կարծեմ Լիլիթ էր, չէ՞ անունը։ Հաստորեն չեք հաշտվել։ Լսի Հասմիկ, դու իմ համբերությունն ես փորձում, թե ոնց։ Քեզ քանի անգամ եմ ես ասել, որ այդ անունը դու չտաս ես տան մեջ։ Չնայած մոռացել էի քո այդ փոքր գլխի մեջ այդ ուղեղդ արդեն չի դարել։ Մի 1000 անգամից նոր հասկանում ես, որ Լիլիթ անունը պետք է չտաս, որ Լիլիթ անունը պետք է չտաս։ Գիտես, նենց կուզենայի այդ ծանոթանայի։ Ինքնա չէ պատճառը։ Անկամ քո երեխայի այդ վիճակը քեզ չի հետաքրքրում։ Եթե դու վատ լինեիր, դու հիմա արդեն հիվանդանոցում կլինեիր, Հասմիկ։ Ու այսքան ուժ չէիր ունենա, որ ինձ անիմաստ հարցեր տայիր։ Այդ աղջիկը ինձանից ինչով է լավը։ Այդքան անհանգստանում ես իր համար, իսկ ես քո համար մեկ եմ նույն։ Ինձ թվում է, որ ես հեսա գժվեմ, գիտես, Հասմիկ։ Դու դեբիլ ես, թե ձևացնում ես։ Պարզ չեմ ասում, որ այդ աղջկան ես սիրում եմ։ Թե մի քանի անգամ էլ կրկնեմ։ Սիրում ես հանցագործի, ով բանտում է հիմա։ Էսի, եթե դու մի անգամ էլ էդ կրկնես, հաշվի չեմ առնի քո կարգավիճակը։ Երդվում եմ գլուխդ կտոր կանեմ։ Ես համարի զգուշացում քեզ։